Եգիպտացորենի հատիկները ամուր կպած են կողրի ցողունին։ Որպեսզի այն բազմացնեն, հարկավոր է կողրից պոկել հատիկները եւ տնկել, այնպես որ եգիպտացորենը առանց մարդու միջամտության կարող է վերանալ։ Բարի օր, այսօրվա կերակուրը, որը կառաջարկեմ միասին պատրաստենք, շատ հետաքրքիր, յուրահատուկ եւ համեղ է։ Պատրաստելու ենք աղցան մեքսիկանո։ Ինչով է այնից դուր գալիս, որ կարելի է անverջ բաղադրիչները փոխել, իմպրովիզացիան իհարկե պահպանելով որոշակի բաղադրիչներ, դա կարծում եմ սոուսն է։ Սկսենք կարմիր սոխից։ Բաղադրիչները հերթով մշակելու ենք, հետո միավորելու ենք։ Սկսում ենք կարմիր սոխից։ Տեղադրում ենք տախտակը։ Կարմիր սոխը կտրատում ենք կիսաօղակների։ Բարակ։ Վերցրեցի 2 գլուխ կարմիր սոխ։ Բարակ շերտատելուց հետո այն մարինացնում ենք։ Այստեղ սկսվում է իմպրովիզացիան։ Դասական բաղադրատոմսի մեջ սա չկա։ Լցնում ենք սոխի օղակները։ Համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով։ Շաքարավազը մոտ 1 թեյի գթալ։ Կես թեյի գթալ աղ, տրորում ենք, օգնության է գալիս պատառաքաղը, նախ տակնու վրա անենք, տակնու վրա անելուց հետո, երբ համեմունքը հավասար տարածվի, սկսում ենք թեթևակի այսպես տրորել սոխը։ Կարելի է ավելի մեծ աման վերցնել եւ հանգիստ աշխատել։ Միտքը եկել է, ինչու չօգտագործենք։ Վերցնում ենք մեծ ամանը եւ հանգիստ աշխատում ենք։ Դուք անմիջապես վերցրեք մեծ աման։ Այ արդեն լավ է։ Պետք է ամեն ինչ այսպես հեշտ լինի։ Հենց սոխի հյութը դուրս գցեց, ավելացնում ենք կարմիր անապակ գինի։ Երեք ճաշի գթալ կարմիր անապակ գինին լցնելուց հետո կհամեմեմ նաև հայկական նոտա հաղորդենք սոխին, չորացրած ուրցով։ Կես թեյի գթալ։ Թողնում ենք սոխը մարինացվի, հեռու չգնաս, մնա այդտեղ։ Վերադառնանք դասական բաղադրատոմսին։ Այս աղցանի մեջ օգտագործում են քաղցր կարտոֆիլ, հում վիճակում վերցնում են, կտրատում են մանր խորանարդիկների եւ տապակում։ Գործը արագացնելու համար ես քաղցր կարտոֆիլը, կարմիր քաղցր կարտոֆիլը նախապես խաշել եմ, կիսաեփ եմ արել։ Այժմ կկտրատենք փոքր խորանարդիկների եւ կտապակենք, այսինքն հարկավոր է տապակը արդեն դնել գազօջախին։ Մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում, 1 ճաշի գթալ։ Եվ շարունակում ենք կտրատել կարտոֆիլը։ Վերցրել եմ 3 փոքր կարտոֆիլ։ Շատ մանր չկտրատենք։ Ի դեպ կարտոֆիլը խաշելուց հետո չեմ կլպել։
Այսպես։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության աղով 4 պղպեղով կհամեմեմ նաև մի կտոր կարագով։ Այն հաճելի համ կհաղորդի կարտոֆիլին։ Հանենք ինչը կարող է մեզ պետք գալ աղցանը պատրաստելու համար, իսկ աղցանը պատրաստելու համար շատ բան է պետք։ Արի այստեղ մի կտոր կարագ։ Բավական է։ Կարտոֆիլը այնպես ենք խառնում տապակելիս, որ հյուսի չվերածվի։ Կարտոֆիլին կավելացնեմ չիլի պղպեղ, կտրատած օղակների։ Նրանք, ովքեր կծու չեն սիրում, այս քայլը կարող են բաց թողնել։ Բացի չիլի պղպեղից, կարտոֆիլին կավելացնենք մառանիկ ընկերության սխտորի փոշի, այսինքն կհամեմենք սխտորի փոշով։ Սա էլ է իմպրովիզացիա։ Թողնում ենք, որ կարտոֆիլի խորանարդիկները կարմրեն, բայց իհարկե հետևում ենք աչք ենք գցում։ Այս աղցանը ունի 2 սոուս։ Սկսենք առաջինից։ Առաջին սոուսի համար վերցնում ենք հարիչի ամանը, 1 պղպեղ հալապենո, մանր կտրատենք, որ հեշտությամբ հարենք։ 1 մեծ բջեղ սխտոր, սա էլ անմիջապես մանրացնենք, հեշտացնենք գործը։ Հարիչի։ Կարտոֆիլը խառնենք և շարունակենք։ Թող մի փոքր էլ կարմրի։ Շատ լավ է։ Սոուսի համար կվերցնեմ կես կիտրոնի հյութ։ Քանի որ այս աղցան ունի 2 սոուս, երկուսի մեջ էլ կիտրոնի հյութը օգտագործվում է, այնպես որ 1 կիտրոնը կքամեմ, կեսը կօգտագործեմ հիմա, կեսը ավելի ուշ։ Այժմ կօգտագործենք սրա կեսը։ Դու մնա։ Կավելացնենք այս սոուսին 2 ճաշի գթալ մայոնեզ և մեղր։ Սկսենք մեղրից։ 1 ճաշի գթալ մեղր։ Եվ 2 ճաշի գթալ մայոնեզ։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով մի պտղոնց,
եւ աղացած սև պղպեղով։ Հարում ենք։ Հրաշալի։ Դու մնա, դու ազատ ես։ Առաջին սոուսը պատրաստ է։ Փրկենք կարտոֆիլը, տեղափոխում ենք սիրելի ամանի մեջ։ Սա փաստորեն երկրորդ բաղադրիչն էր, սոխը, որը մարինացվում է, կարտոֆիլը, որը տապակեցինք չիլի պղպեղի հետ։ Մյուս բաղադրիչը Maranic ընկերությունից է։ Maranic ընկերությունից երկու բաղադրիչ ունենք, որոնք մշակվում են նույն կերպ։ Կարմիր հատիկ լոբի եւ սիսեր։ Սիսերը եւ կարմիր լոբին հարկավոր է նախապես 8 ժամ դնել սառը ջրի մեջ, որից հետո լվանում ենք սառը ջրով դնում ենք կրակին, եփում ենք այնքան, մինչև փափկի։ Երկուսն էլ նախապես արել եմ։ Մեկ բաժակ սիսեր եւ հատիկ կարմիր լոբին։ Մյուս բաղադրիչը դա պահածոյացված եգիպտացորենի հատիկներն են։ Շատ կարևոր բաղադրիչ։ Սա դասական բաղադրատոմսի մեջ կար։ Չկար սիսերը։ Ավելացնում ենք նաև պահածոյացված արքայախնձոր։ Փաստորեն մեկ բաժակ կարմիր լոբի, մեկ բաժակ սիսեր, մեկ բաժակ եգիպտացորենի հատիկներ։ Կվերցնեմ պահածոյացված արքայախնձորի 1, 2, 3, 4, 5 շերտ։ Մանր կտրատում ենք։ Ընթացքում գովում ենք մայրու ընկույզ։ Մայրու ընկույզը առաջարկելու եմ օգտագործել սոուսի մեջ։ Քամում ենք սոխը մարինադից։ Թող մնա քամվի։ Մայրու ընկույզը բովելուց հետո կտեղափոխենք հարիչի ամանի մեջ։ Մայրու ընկույզը արդեն բովված է։ Հանում ենք տապակից եւ բովում ենք մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ։ Դա բրազիլական ընկույզն է։ Սոուսի համար ինձ հարկավոր է ավոկադո։
Վերցրել եմ երկու տեսակի ավոկադո, կանաչ և կարմիր։ Կիսում ենք։ Հեռացնում ենք կորիզը։ Առանձնացնում ենք պտղամիսը և կտրատում խորանարդիկների։ Կարծես թե վատ չստացվեց։ Հանգիստ։ Փրկենք բրազիլական ընկույզը։ Ավոկադոն կտրատելուց հետո լցնում ենք հարիչի ամանի մեջ։ Կօգտագործեմ արքայախնձորի, պահածոյացված արքայախնձորի հյութը, մոտ 3 ճաշի գթալ, կոճապղպեղ 1 սանտիմետր, ուր է դանակը, արի լավ, դու արի։ Կլպում ենք և քերում։ Կոճապղպեղ 1 ճաշի գթալ։ Մեկ թեյ գթալ մառանիկ ընկերության աղ։ Կիտրոն մոտ 2 ճաշի գթալ կիտրոնի հյութ։ Եվ հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք։ Շատ նրբիկն է։ Հաճելի, թթվար, թարմ և նրբիկ։ Սա էլ երկրորդ սոուսը։ Ինձ հարկավոր է թարմ կանաչիներից կվերցնեմ համեմ, մաղադանոս, կտրատում ենք մանր, թեթևակի կտրատում ենք ընկույզը, շատ մանր չէ, այսպես։ Լցնում ենք սոխը, երկու ճաշի գթալ չզտված ձիթայող, խառնում ենք, ավելացնում ենք առաջին սոուսը, համտեսենք,
Հրաշալի։ Վերջ։ Մատուցում ենք, մատուցելիս վրան շաղ կտանք քունջուտի սերմեր և ավոկադոյի սոուս կդնենք վրան։ Աղցան մեքսիկանո։ Աղցանի համար կարմիր սոխը բարակ կիսաօղակների կտրատել, համեմել շաքարավազով, աղով, տրորել, մարինացնել, ավելացնել կարմիր անապակ գինի, համեմել չորացրած ուրցով, քամել, խաշած քաղցր կարտոֆիլ կտրատել, ձիթայողով տապակել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, կարագով, նրբորեն խառնել, ավելացնել օղակների կտրատած չիլի պղպեղ, համեմել սխտորի փոշիով, տապակել մինչև կարտոֆիլի խորանարդիկները կարմրեն, տապակելուց հետո տեղափոխել ամանի մեջ, ավելացնել նախապես խաշած սիսեռ, կարմիր լոբի, պահածոյացված եգիպտացորեն, մանր կտրատած պահածոյացված արքայախնձոր, թարմ կանաչի, բոված բրազիլական ընկույզ, սոխը, ձիթայուղ և խառնել։ Առաջին սոուսի համար հարիչի մեջ ավելացնել մանր կտրատած հալապենո, սխտորի պճեղ, կիտրոնի հյութ, մեղր, մայոնեզ, համեմել աղով, սև պղպեղով, հարել։ Երկրորդ սոուսի համար հարիչի մեջ ավելացնել բոված մայրու ընկույզ, կտրատած ավոկադո, քերած կոճապղպեղ, կիտրոնի հյութ, հարել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։ Աղցանին ավելացնել առաջին սոուսը, քունջուտ շաղ տալ, ապա երկրորդ սոուսը լցնել վրան։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափ կամ միս, քաղցր կարտոֆիլ, կարմիր սոխ, կոկոսի կաթ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։